Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը մասնակցել է Սյունիքում անցկացված նավասարդի միջոցառումներին, այցելել Արցախի տաղավար եւ հստակ նշել, որ այն ուտեստը, որ իրեն հրամցնում են, դա միայն Արցախում է հանդիպում։ Սա պատահական ասված խոսքեր չեն։ Իսլամական Հանրապետությունը շատ լավ հասկանում է, որ այն վտանգները, որի մեջ այս օրինքը ներքաշված է եւ իր սահմանների անկայունության հետևանքներից մեկը Արցախի ողջ հայկական լինելն է։ Հստակ հասկանում են նաեւ, որ 30 տարի Արցախը հայկական էր եւ Իրանը իր սահմանների մոտ որևէ խնդիր չուներ։ Իսկ Արցախի կորուստը Իրանը փոխհատուցեց ըստ էության նախագահի կորուստով եւ արտգործնախարարի կորուստով։ Իրանում կարծես սկսում են հասկանալ, որ իրավիճակը տարածաշրջանում պետք է փոխել եւ ուժերի հարաբերակցությունը պետք է փոխել։ Նաեւ այն քաղաքականությունը, որ վարեց Իրանը, այն հարմարվողականությունը, որ ցույց տվեց նա 44-օրյա պատերազմի ժամանակ, դա եւս պետք է փոխել։ Առհասարակ Մերձավոր Արևելքում վերջին պատերազմը շատ բան փոխեց։ Շատ բան փոխեց նաև իրանցիների գլխում, շատ բան փոխեց նաև Իրանում անցկացվող ներքին քաղաքականության մեջ։ Եվ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի ասած խոսքերը եւ Արցախ բառի հստակ արտաբերումը դա պատահականություն չէր։ Իրավիճակը շարունակում է զարգանալ տարածաշրջանում եւ ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանը ձգտում է ամբողջական հեգեմոնիա հաստատել տարածաշրջանում, վերականգնել ուժերի բալանսը, իսկ ուժերի բալանսի վերականգնման մի մասնիկ էլ հայկական Արցախն է։ Իրանում նաև չեն մոռացել, որ Ադրբեջանը գործուն մասնակցություն է ունեցել եւ ունի այն ռազմական գործողություններում, որոնք ընթանում են Միացյալ Նահանգների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Եվ ինչպես ասում են, եկել է քարերը հավաքելու ժամանակը։ Սպասենք տեսնենք, թե նոր ինչ զարգացումներ են սպասում տարածաշրջանում, հատկապես Արցախի հետ կապված Իրանի դիրքորոշումներում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Թուրքիային է վերաբերվում։ Թուրքիայի ղեկավարը Ալ Ջազիրային մեծ հարցազրույց է տվել, որտեղ երկու կարևոր հարցի է անդրադարձել։ Անդրադարձ է կատարվել առաջինը Մեքքայի համաձայնագրին եւ Էրդողանը նշել է, որ մեծ հավանականությամբ շուտով Եգիպտոսը կմիանա այդ արձանագրությանը։ Սա ասել ենք, որ ըստ էության սուննիական դաշինք է եւ կարծես թե մեր կանխատեսումները իրականություն են դառնում։ Սուննիական պետություններն են միանում այս դաշինքին, սա ակնհայտորեն հակաիրանական դաշինք է, չնայած Էրդողանը նշում է, որ այն վկայում է այն մասին, որ տարածաշրջանի երկրները համախմբվում են։ Այդ մասին ասել է նաեւ Տրամպը, անդրադառնալով Մեքքայի համաձայնագրին։ Փորձենք հասկանալ ինչ է տալու Եգիպտոսին այդ համաձայնագրին միանալը։ Անվտանգային առումով ըստ էության գրեթե ոչինչ, ավելին, Իրանի հետ հարաբերությունները սրելով Եգիպտոսը նաև տնտեսական բավականին լուրջ կորուստներ է շարունակելու կրել, քանզի այն խնդիրները, որոնք այսօր կան Եգիպտոսի տնտեսության մեջ, մեծապես կախված է նաև Սուեզի ջրանցքի փակ լինելու հանգամանքով։ Կարմիր ծովում հուսիտները շարունակում են տեր ու տիրական լինել, իսկ հուսիտները ըստ էության ուղիղ կերպով ենթարկվում են Իրանին։ Իսկ Եգիպտոսի միանալը Մեքքայի համաձայնագրին դա վկայում է այն մասին, որ հուսիտները տևական ժամանակ արգելելու են Կարմիր ծովում նավագնացությունը, ինչից մեծապես կախված է նաև Սուեզի ջրանցքից անաբեռնվածությունը։ Մյուս թեման, որին անդրադարձել է Էրդողանը, քրդերին է վերաբերվում։ Էրդողանը նշել է, որ առաջիկայում ինքը ցանկանում է այցելել Սիրիա եւ որ ամենակարևորը քրդերը պետք է ունենան անվտանգության եւ կայունության իրենց բաժինը տարածաշրջանում։ Էրդողանը նաեւ ավետել է այն մասին, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում քրդական բոլոր համայնքների հետ հարաբերությունները կարգավորել եւ լինել նրանց իրավունքների պաշտպանը։ Սա արդեն հետաքրքիր հայտարարություն է։ Թուրքիան, որ ըստ էության 39-ին Դերսիմում կազմակերպեց քրդերի ցեղասպանությունը, Թուրքիան, որը այսօր էլ հետապնդում է քրդերին Թուրքիայում ազգային ծագման համար, հանկարծ նրա ղեկավարը հայտարարում է, թե իրենք ցանկանում են լինել քրդերի պաշտպանը տարածաշրջանում։ Սա նշանակում է մի բան. Թուրքիան լինելու է այն միջոցը, որով Իրանում քրդերին բարձրացնելու են կառավարության դեմ։ Թուրքիայի միջոցով են նաև զենք զինամթերք ըստ էության տեղափոխվելու Իրան, որպեսզի ներքին անկայունություն ձևավորվի։ Արդեն Իրաքյան Քուրդիստանի հետ Թուրքիան տևական հարաբերություններ ունի եւ տևական ժամանակ տնտեսական լուրջ կապեր է պահպանում Բարզանիների ընտանիքի հետ։ Սիրիայում էլ իր ազդեցությունը մեծացնելով Թուրքիան նաև ցանկանում է այնպես անել, որ ներսում էլ ինքը խնդիրներ չունենա։ Էրդողանը առաջիկայում եւս ընտրություններին ըստ էության մասնակցելու է կամ նրա կուսակցությունն է մասնակցելու եւ քրդերի բարեհաճությունը ստանալու խնդիր կա։ Այսօր քրդական կուսակցություններն են ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունները եւ հիմա Էրդողանը պատահական չի, որ այդ բառերն արտաբերում է։
Բացի այդ, կարևոր է ևս մեկ հանգամանք, այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Թուրքիային հրահանգավորել են իրենց թշնամիների հետ հարաբերությունները կարգավորել։ Պատահական չէ հայերի նկատմամբ նրա վերաբերմունքի փոփոխությունը կամ առերևույթ փոփոխությունը, քրդերի նկատմամբ նրա վերաբերմունքի առերևույթ փոփոխությունը։ Տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասում, որի հիմնական լոկոմոտիվներից մեկն էլ լինելու է Թուրքիան։ Թուրքիայի դերը արդեն որոշվել է եւ որոշվել է նաեւ Իրանի դեմ ապագայում սպասվող ցամաքային օպերացիայի շրջանակներում։ Սպասենք տեսնենք, թե այստեղ եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, հեռավոր արևելքի հետ է կապված։ Տևական ժամանակ մենք չենք անդրադառնում այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում հեռավոր արևելքում, բայց այս անգամ կարծես թե իրավիճակը իրոք կարող է լարվել։ Ռուսաստանի նախագահ Պուտինը պատմության մեջ առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ։ Հիշեցնեմ, որ Կուրիլյան կղզիները Ռուսաստանը եւ Ճապոնիան համարում են իրենցը եւ ըստ 1945 թվականի խաղաղության պայմանագրի Ճապոնիան հանձնեց այդ տարածքները Ռուսաստանին, բայց Ռուսաստանի հետ այդպես էլ չստորագրեց խաղաղության պայմանագիր։ Եվ հիմա Ճապոնիան այդ տարածքները համարում է վիճելի եւ ավելին համարում իրենը։ Եւ Ճապոնիայում ակնթարթորեն արձագանքել էին Պուտինի այցին եւ բողոքի նոտ էին հղել։ Սրան զուգահեռ Չինաստանն է հայտարարություն տարածում Ճապոնիային կոչ անելով չմոռանալ պատմությունը, ակնհայտորեն հիշեցնելով, որ Կուրիլյան կղզիները ինչի հետևանքով հայտնվեցին Ռուսաստանի հսկողության տակ եւ ում պատճառով հայտնվեցին։ Բայց զարմանալիորեն Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ քննադատել է նաեւ Ուկրաինան։ Ուկրաինան նշում է, որ անթույլատրելի է, որպեսզի Ռուսաստանի նախագահ այց կատարի Կուրիլյան կղզիներ։ Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ այց է կատարել իր տարածքային ամբողջականության մեջ գտնվող Կուրիլյան կղզիներ եւ բնականաբար այստեղ Կիևից թույլտվություն վերցնելու ոչ մի ցանկություն չկար, բայց այ ինչ կլինի Ճապոնիայի հետ, սա եւս հետաքրքիր է։ Ճապոնիան եւս բարբերաբար միանում է այն պատժամիջոցներին, որոնք սահմանվում են Ռուսաստանի Դաշնության դեմ, բայց դրան զուգահեռ տուժում է Ճապոնիայի տնտեսությունը։ Վստահ ենք, որ այս հայտարարություններից հետո երկու երկրների միջև հարաբերությունները ավելի են սրվելու։ Սրանից բնականաբար օգտվելու է Չինաստանը, քանզի եւ Չինաստանի եւ Ռուսաստանի Դաշնության համար Ճապոնիան ամեն դեպքում նաեւ աշխարհաքաղաքական մրցակից է տարածաշրջանում եւ նրանք շահագրգռված են նաեւ, որ ճապոնական տնտեսությունը էապես չզարգանա։ Հետևաբար այս այցը բավականին անկյունակարային է լինելու նաեւ հեռավոր արևելքի համար։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակն այստեղ ինչպես է զարգանում եւ ինչ նոր հայտարարություններ են տարածելու կողմերը։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ։ Դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, ինչպես նաեւ շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։